Ինչ ես ուզում ինձնից Դավիթ, բարի լույս։ Բարի լույս։ Ուզում եմ գնանք մեկի տուն հյուր։ Հասցեն անունը, ազգանունը, հասցեն պետք չի նշել, լավ։ Նիկոլ Փաշինյանից սկսել։ Քաղաքական առավոտ։ Ես հավատում եմ եւ վստահում եմ Նիկոլ Փաշինյանին, կարելի է, այո։ Նա Արագացրու։ Այն մարդկանց է, ով կարող է փոխել այս Քանի դեռ նա տնից դուրս չի եկել։ Դե գնաց։ Երկու կիրակի է փորձում եմ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Հայկական երկրորդ հեռուստալիքն է, չեն սպասում հարցը, Նիկոլը Փաշինյան տանն է։ Ոչ, տանը չի։ Ուր է առավոտ գիշերը, ժամը 10։ Քաղաքից դուրս է եկել։ Լավ, ձեզ օրվա լավ շարունակություն։ Ում դուրն եք թարգում Դավիթ։ Դե ինչպես տեղեկացաք Նիկոլ Փաշինյանը քաղաքից դուրս էր։ Փորձենք Միքայել Դովլացյանին։ Թակիր Սուրեն։ Կինոռեժիսոր, Այո, հայտնի Դովլացյանի որդին։ այո։ Բարև ձեզ։ Հայկական երկրորդ հեռուստալիքն է, չեն սպասում հարցումը։ Ինչպես եք պարոն Շատ Դովլացյան։ լավ եմ, բայց շնորհակալ եմ։ Ինչի համար։ Չէ, քնած եմ ու վատ եմ զգում ինձ։ Քիչ հիվանդ եմ, էլի։ Դե ձեզ առողջություն։ Եղավ ցավոտ եմ, լավ եք։ Բարև ձեզ։ Հայկական երկրորդ հեռուստալիքն է, չեն սպասում հարցումը, ինչպես է սարան։ Լավ, շնորհակալություն։ Կարելի է։ Եկեք։ Մեզ հետաքրքիր թե նկարիչները ինչպես են ապրում։ Այնպեսի տպարության, որ մեզ սպասում էիր։ Ճիշտ ասած։ Միշտ այսպես հանգիստ ես ընդունում հյուրերին տեսախցիկով։ Չէ, ես ճիշտ ասած գիտեի զգուշացնում եք ընդհանրապես, բայց ոնց որ Մեզ զգուշացնենք։ Կարելի է արամ գալ եւ քեզ նկարանել եւ հասկանալ, թե որտեղ է ստեղծագործում, ինչու է ստեղծագործում։ Համեցեք, ուղղակի մի քիչ մեր մոտ խառը վիճակ է, այդքան։ Ինչու՞մ է բանը, ինչն է խառը։ Դե շատ անսպասելի է եկաք, էլի, այսին։ Դե կարող ենք սպասել չկա մտքում։ Չէ, եկեք ներսը սպասենք։ Չէ, ներս եկեք։ Ինչու պատրաստեք։ Համեցեք, չէ, համեցեք։ Լավ, դե ժամանակ տանք մինչև պատրաստ։ Եթե կարելի է, էլի։ Լավ։ Համեցեք։ Եվ այսպես արամ շարունակենք։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ինչպես եք։ Ինձ է Յուլիան։ Դուք ինչպես եք։ Ես լավ եմ, ես արդեն ծանոթացել եմ Յուլիայի հետ, մոտավորապես 1 շաբաթ առաջ, երբ որ դուք շատ հետաքրքիր ներկայացում եմ ասում ցուցահանդես եք կազմակերպել հոկեբան Միրդադ Մադացյանի հետ, շատ հետաքրքիր միջոցառում է, շնորհակալություն։ Ինքդ կարող ես հիմա մեկնաբանել, որպեսզի հեռուստադիտողը իմանա ինչ միջոցառում է։ Միջոցառումը գարնանային թեմատիկ միջոցառում էր։ Մեր աստղերը հավաքվել էին, նկարում էին, բաժանեցին թղթեր եւ պաստելներ, նրանք նկարեցին եւ մենք հոկեբանական եւ նկարչական մեկնաբանություններ արեցինք, որը շատ հետաքրքիր ստացվեց ինձ թվում է եւ գույների մասին խոսեցինք։ գույների մասին Ինչը շատ հետաքրքիր։ Լավ, Արամ, երիտասարդ նկարիչ, ինձ հետաքրքիր է քո կենսագրությունը մի փոքր, եթե կարելի է, եւ ինչու ես քաղաքից այսքան հեռու ապրում։ Արվեստանոցը հիշում եմ քաղաքի կենտրոնում։ Կենտրոնում է արվեստանոցը։ Ես Կապանից եմ։ Դով իմ հարազատները նույնպես Ամենահարուստ վայրն է, չէ՞, Հայաստանի կարծեմ։ Երևի թե հարուստներից, բայց ամենագեղեցիկն ինձ թվում է նաև։ Բա Լոռին։ Լոռին նույնպես ամենագեղեցիկ չէ, ընդհանրապես Հայաստանը ամենագեղեցիկ վայրն է աշխարհում։ Կապանից եմ, այնտեղ եմ սովորել արվեստի դպրոցում, փոքր ժամանակվանից եմ նկարում, հայրս նույնպես նկարիչ է, Հրանտ Դանելյանը։ Եվ մանկուց սկսել եմ աշխատել, սկսել եմ նկարել, հետո ընդունվել եմ Երևանում Թելնե Մեզանյանը գեղարվեստի ուսումնարան, գերազանցությամբ ավարտելուց հետո տեղափոխվել եմ Մոսկվա, ստուդիայում եմ սովորել եւ անցել եմ աշխատանքի։ Ընդամենը 3 տարի առաջ եմ տեղափոխվել Երևան իմ ընտանիքով եւ Բայց Մոսկվան թողեցի եւ եկար Երևան։
Պատկերացրու Մոսկվայում որքան կարող էր քո նկարները վաճառել եւ ինչքան ավելի շատ գնորդներ կան Մոսկվայում։ Իմ գնորդները մնացել են նույնը Մոսկվայում, նկարում ես այստեղից ուղարկում։ Ընդհանրապես ունեմ ներկայացուցիչներ տարբեր երկրներում, ում հետ որ աշխատում եմ։ Ինչու ես Դավիթ Հաշենում ապրում, ովքեր են քեզ հետ միասին ապրում, ինչ բնակարան է սա, արդյոք գնել ես, թե գնանք մի փոքր ավելի առաջ, թե եթե կար այստեղ ինչ-որ բան, որ պիտի ցույց տայք, խնդրեմ, կարող ես ցույց տալ։ Չէ, տենց ցույց տալու բան չկա, Միջանցքն է, որտեղից որ Յուլիան պատճառ դարձավ, որ Երևան տեղափոխվեցիք, թե։ Յուլիայի ծնողները այնտեղ են բնակվում, արդեն 20 տարուց ավելի է, Յուլիան նույնպես ապրել է մոտ 15 տարի, բայց մենք ճիշտ գտանք, որ մեր երեխաները Ես էի պատճառը, որ ինքը եկավ Մոսկվա։ Այո, մի րոպե, հա, Facebook կայքերով բան։ Չկար այդ ժամանակ, Ինչպես է եղել ձեր ծանոթությունը։ հանդիպել ենք Կապանում, ես արձակուրդ էի գնացել, Յուլիան նույնպես եկել է տատիկի մոտ։ Ձեր թվաց նկարների ցուցահանդեսի ժամանակ Յուլիան կանգնեց կանգնեց փառատոնի շրջանակում։ մի նկարի դիմաց եւ ասեց ինձ թվում է որ այս նկարիչը ինձ է այս նկարի մեջ պատկերել եւ Բազե փառատոն կա չէ, բազեի շրջանակներում ծանոթացանք, շատ պատահական երկուսս էլ մասնակցեցինք եւ գնանք մի փոքր էլ առաջ։ Այո, եկեք։ Շնորհակալություն։ Մենք անընդհատ շարժվենք էլի եւ փորձենք զրույցի ընթացքում նաեւ ձեր բնականը բացահայտել։ Բազե եւ հետո ծանոթացանք, քանի որ կար ուսման եւ աշխատանքի առաջարկ նաեւ Մոսկվայից եւ Յուլիան այնտեղ էր գտնվում, ես մեկ վայրկյան անգամ չմտածեցի այդ մասին։ Ամուսնացաք եւ դուք մեկնեցիք Մոսկվա։ Այնտեղ ամուսնացաք։ Այնտեղ ենք ամուսնացել, մեր բալիկները։ Կարելի ասել, փաստորեն Յուլիան է քեզ գտել։ Իրար ենք գտել։ Ով առաջինը խոստովանեց, որ դու իմ տղամարդն ես կամ դու իմ կինն ես։ Դա SMS-ով է եղել ճիշտ ասած, այն ժամանակին այն որ բանը ինչքան էր, մի SMS-ը 200 դրամ էր, բան չէ, րոպեն 300 դրամ։ Արտերտիր այո, տենց մի բան կար։ Հա, այդ ժամանակներն էր։ Քարտեր ենք առնում ու զանգում։ Քարտերով, հա։ Ինչով ես դու զբաղվում Յուլիա։ Ես հիմա եղեքին եմ։ Չէ, մասնագիտությամբ։ Մասնագիտությամբ ես լինգվիստ-переводчик։ Թարգման ինչ ես, անգլերենից հայերեն, թե ռուսերենից հայերեն։ Չէ, անգլերեն, ռուսերեն։ Անգլերեն, ռուսերեն։ Հա։ Բայց այս պահին չես աշխատում։ Այս պահին ցավոք սրտի չէ։ Դա շուտով նա արդեն կաշխատի ինձ մոտ։ Քեզ Իմ մոտ։ ստուդիայում օգնականս կլինի, որտեղ շուտով կլինի մանկական, նաև մանկական խումբ, նկարչական դասընթացների եւ Յուլիան ինձ կօգնի։ Ասեն քեզնից բրծում չկա, եւ տանը եւ աշխատավայրում անընդհատ պետք է Յուլիան քո կողք կլինի։ Արդեն չի կարող բրծնել։ Դե միշտ իմ կողք կլինի, իհարկե։ Արամ Դանելյանը տաղանդավոր նկարիչ է, թե։ Այո, շատ։ Եվ ինչու՞մ է կայանում նրա տաղանդը։ Քո նկարն է իդեպ։ Արամ, հա։ Հա։ Ինչպես է անվանել այս նկարը։ Սա կոչվում է լոգանք, Օ, բայց կանայք են։ կանայք են։ Գրաֆիկական աշխատանք է։ Կարված է տարբեր տեխնիկաներով, տուշ, գուաշ, թանակ, պաստել, մի քանի ցուցահանդեսներում մասնակցել է եւ հիմա որոշել եմ արդեն կախել տանը թողնել։ Այսինքն քո տանը ամենասիրելի նկարներն են կախված քո։ Հա, Հա։ հա, ամենասիրելի նկարներ, բայց ելի արդեն նոր նկարներ կան, սիրելի նկար, որ կտեղափոխվի իմ բնակարան, արվեստանոցում է գտնվում այդ նկարը։ Օ, արվեստանոց կարող ենք այսօր երևի, հա, հաղորդման վերջի մասում այցելել եւ հասկանալ ինչ նկարն է։ Ինչ կա այստեղ, այս կողմում։ Այստեղ հուշանվերներ են։ Էֆելյան աշտարակը իմ քույրիկն է բերել Անին Փարիզից ինձ նվեր։ Սա հարսանիքից ենք նվեր ստացել, սա իմ ընկերն է նվիրել, շատ իմ ամենասիրած սուվենիրն է, շատ եմ սիրում։ Հակոբն է նվիրել, ինքն է սարքել։ Սա Սոչիից բերեցինք անցած տարի։ Սա Սոչի։ Սա էլ է Սոչիից։ Հա, չէ, սա Լիբանանից է, ներողություն, սա Լիբանանից է բերել քրոջս ամուսինը։ Ուրեմն սա շատ հետաքրքիր պատմություն ունի, փղիկը Ռուսաստանում փողոցով քայլելուց մի խուլու համր աղջիկ մոտեցավ եւ առաջարկեց իրենից գնեմ։
Ձևացնում էր թե իսկապես Չէ, ես համոզվեցի, մի անգամից չվերցրեցի, չգնացի եւ ես համոզվեցի, որ նա իրոք պարզում է իր հայրն է սարքում սա։ Եվ գնացի մտածելով, որ նա ինձ կբերի հաջողություն ու ինձ թվում է ինձ բերում է հաջողություն։ Բարի փրիկ է։ Տան պատմությունը կիսատ մնաց, հա։ Տունը 3 տարի առաջ ենք, 2.5 տարի առաջ ենք գնել։ 4-րդ ոնց որ տարին է։ Տեղափոխվելիս հա։ Հա, 2.5 տարի առաջ է։ Հենց այս վիճակում գնացիք, թե վերանորոգել եք։ Խայտարակ վիճակում էր։ Հավուր վիճակում էր, մենք 0-ից ոչ մի բան տնից չի մնացել, քանդել ենք, նաև սենյակների տեղաբաշխումն ենք մի քիչ փոխել, այսինքն 2 սենյականոց է դարձել ենք 3։ Նախկին խոհանոցը սարքել ենք երեխաների համար, ննջասենյակ։ Մտնենք հենց այնտեղ, հա, եթե կարողանանք։ Հա, սա հենց այդ նախկին խոհանոցն է, որը որ դարձել է փոքր մանկական սենյակ։ 2 դուստր։ 2 դուստր, Անահիտ եւ Արինա։ Նրանք նույնպես նկարում են, պապայի մասնակիցություն։ Նկարում են։ Նկարում են։ Դուստր նրանց նկարները։ Նրանց նկարները հեսա։ Սրանք է, բայց մի քիչ հին աշխատանքներ են։ Հիմա կա արդեն մրցակցություն ձեր մեջ, թե դեռ չէ։ Չէ, դեռ։ Բայց հետարքիր գույներ են դրե, հա, ես տեսնում եմ։ Ներքևի նկարում հատկապես։ Գունային հետաքրքիր լուծումներ են տալիս ու մտածելակերպն էլ է իրանց տարբերում իհարկե մեծերից երեխաներին առհասարակ։ Դեպ ձեր կազմակերպած միջոցառման շրջանակներում հենց գույների մասին շատ խոսեցինք եւ ես ինձ համար շատ բաներ իմացա։ Հա, ահագին բացահայտումներ եղան, պարոն Մադաթյանը ահագին լավ օգտակար բաներ ասեց գույների մասին։ Սա հայրիկից նկարած նկարն է դե շրջանակի մեջ, ամեն գալուց ասում են ինչի շրջանակի մեջ չես դրել։ Արինային նկարել, մյուսը Անահիտն է, մի քիչ ավելի փոքր տարիքում է Անահիտը։ Միայն շրջանակների հարցում է հայրիկդ քեզ քննադատում, թե նաեւ հայրիկս իմ ամենա սուր քննադատն է։ Եվ միշտ ես լսում եմ նրա քննադատությունները եւ խորհուրդները, որտեղ առաջին ուսուցիչն է։ Դեպ Արամ Դավիթին խնդրենք ֆիքսի նույնատիպ տիկնիկներ եւ սա հայկական պերսոնաժներ չեն, չէ՞, կարծեմ։ Չէ, ուրեմն ասեմ Անահիտը, իմ ավագ դուստրը, սիրում է վերցնի տիկնիկը, տիկնիկին լրիվ շորերը հանում է ու ինքը իր ձեռքով կարում սարքում է հագուստ այդ տիկնիկի համար եւ չգիտեմ, այստեղ կլինի։ Բոլոր հայտնի դիզայներները կարծեմ հենց այդպես են սկսել իրանք այսպես իրենց անձեռոցիկներով, կարիերան։ մասկիով, այսպես Տեսնես Իվ Սեն Լորանը, Արամ Նիկոլյանը այսպես են սկսել եւ դարձել չգիտեմ ճիշտ ասած դիզայներներ սկսել, հա, բայց այսպես վերցնում են, կարող հեսա սա արդեն ինքը հագուստ է նախատեսած, այսպես ինքը մտցնում է։ Ես ոչ մի բան, ես այս հագուստների հետ ոչ մի կապ չունեմ, ես չեմ սովորացրել ինքը իրանով, այսպես դառնում է գոտի է կապում, այսպես ու դառնում է սիրուն հագուստ։ Շատ հետաքրքիր է։ Երեկոյան հագուստ դարձավ։ Գնանք այստեղից, թե կա ինչ-որ մի բան, ինչ մասին կուզեիք խոսել։ Դասացուցակն է Անահիտի։ Հայկական դպրոց, թե հայկական հենց Դավիթ Թաշյանի դպրոցը։ Դավիթ Թաշյան 192 դպրոց։ 192 դպրոցը։ նկարների մասին, հա, երևի մեկնաբանի, եթե կարելի, ինչ նկարներ են։ Հա, սա ուրեմն Սևանի եկեղեցին է, ուրեմն Սևանի եկեղեցին միշտ նկարում է Սևանի ներկայությամբ, բայց այս աշխատանքը Սևանը չի երևում, ինքը լուսաբաց է, կողքը այդ անտառային մասն է ու Սևանի եկեղեցին մյուս կողմից։ Սա կոչվում է Պարկ Համու հետ։ Այս աշխատանքը ինքը էսկիզային է, որտեղ մեծ աշխատանքը օրիգինալ գտնվում է Բելգիայում, ինքը էսկիզներ արեցի մի քանի։ Էսկիզներ անում ես փաստորեն։ Նո, ինքը հետո այդ էսկիզը արդեն դառնում է նկար։ Իսկ բեմարվեստի հետ կապված եւ այլն կա ինչ-որ սցենոգրաֆիաներ եւ այլն։ Հա, իհարկե, ես թատրոն 32-ի բեմադրող նկարիչն եմ, հենց Հայաստան տեղափոխվելու առաջին օրվանից։ Եվ համագործակցություն եմ, շատ եմ սիրում։ Մակետներ ունես տանը, թե։ Չէ, տանը չէ, չունեմ։ Նաև ինտերիերի դիզայնով եմ զբաղվում, իհարկե ժամանակի սովորության պատճառով տարվա մեջ 1 կամ 2 պրոյեկտ եմ
Տունը քո գործն է, թե։ Իհարկե մենք ինտերիերային ոչ մի այտենց բան չենք արել, որտեղ շատ արագ պետք է տեղափոխվեինք Վարշավով տնից, որտեղ որ Վարշավով ենք ապրում, շատ քիչ ժամանակ ունենք եւ ամեն ինչ արվել է շատ արագ ժամերով, րոպեներով ֆիքսված, որպեսզի մենք հասնենք տեղափոխվենք։ Արա մինչև հիմա մոտարպես քանի նկար ես վաճառել։ Գնանք առաջ, հա, դեպի այն կողմ երևի։ Ճիշտ ասած չեմ հաշվել։ Երբեք մտքովս չէի անցել ճիշտ։ 100-ը անցել է, 1000-ն է անցել վաճառված նկարների քանակը։ 1000 դժվար, բայց 100 էլ չի։ Չեմ։ Ուր են տանում այս դռները։ Սա մեր ննջասենյակն է, մտնենք։ Մտնենք։ Սա մեր ննջասենյակն է։ Ննջասենյակը Պատմիր ննջասենյակի մասին։ Պատմեմ։ Ննջասենյակից շատ այնց հետաքրքիր բաներ չեն երևում։ Ուղղակի ավելի հանգիստ տեղ է գտնվում ննջասենյակը, ոչ մի աղմուկ չկա, ոչ մի մեքենա, ճանապարհ չկա։ Եվ կանաչ տոների մեջ, հա, Հա, հանգստության։ կանաչ տոների մեջ մի քիչ կոնտրաստ մտցնենք։ Այս ամենը, իհարկե կիսատ բաներ կան, այստեղ պետք է տրիպտիխ լինի այս պատի վրա, այստեղ հեռուստացույցի բան ենք, հոսանքը բան ենք, հաշել, այստեղ պետք է հեռուստացույցը լինի։ Այստեղ Երբ որ մենք գտնվում ենք ննջասենյակում, ինձ հետաքրքիր արդյոք որակյալ ներքնակի վրա եք քնում, թե չգիտեք։ Ճիշտն ասած, գիտեմ, որակյալ չի, որովհետև ես զգում եմ, որ իմ ողնաշարի հետ ինչ-որ խնդիրներ կան։ Ուրեմն Sleep Comfort այստեղ շատ տեղին է, այցելիր Արշակունյաց 17 հասցեում գտնվող Sleep Comfort խանութ, որտեղ որ առաջարկվում են աշխարհի լավագույն բրենդները, այստեղ կուսումնասիրես թե ինչ է առաջարկում Sleep Comfort-ը, շատ հարմարավետ ներքնակներ կան բոլորի համար, տարբեր տեսակի ներքնակներ, ես հիշեցնեմ հեռախոսահամարը 440502 եւ փոխանցեմ քեզ զեղչի քարտ Sleep Comfort-ի կողմից, խնդրեմ։ Անպայման կայցելեմ։ Շարունակենք, ինչ էր այնտեղ ներկայացնում ես։ Այստեղ ես Յուլիայի իրերից են, Ժամացույցների սիրահար ես փաստորեն։ հա, ժամացույցների սիրահար եմ, տարբեր երկրներում գտնվելով, տարբեր տեղեր գտնվելով, անպայման առաջինը ժամացույցի խանութ եմ փնտրում, որ մի ժամացույց վերցնեմ այնտեղից։ Այտենց, այստեղ սա էլի Սոչիից եմ գնել նվեր։ Սոչիից ենք բերել էլի այս անցած տարի, սա ես եմ Յուլիայի համար գնել այս սնդուկը, սա մեր դեռ Անահիտը շատ փոքր էր, այստեղ Ես մեր կապ չունի մեր հետ։ Ես աղջիկը ընդհանրապես կապ չունի մեր հետ, շրջանակա բերել ենք, բայց ինքը տենց միշտ մեր հետ, մեր ննջարանում դրած է էլի իր։ Դե կարող ես նկարել վրան այդ շրջանակը։ Չէ, աշխատեմ, հակես կամ չգիտեմ։ Ննջարանում դու այդքանը մենք դեռ աշխատանքներ ունենք։ Պարզ է։ Շատ բաներ չենք սիրում, էլի ավելորդ ասենք։ Ձգտում ենք հա մի քիչ ավելի։ Լավ, բայց չեմ հասկանում, ինչու Մոսկվայից տեղափոխվեցիք Հայաստան։ Բոլորը այդ հարց են տալիս։ Բոլորը հա Գլխավոր պատճառը։ Գլխավոր պատճառը երեխան արդեն պետք է տանենք մանկապարտեզ։ Եվ մենք հասկացանք, որ եթե գնա այնտեղ մանկապարտեզ, դպրոց, մենք այլևս չենք կարող կտրվել։ Իհարկե Մոսկվայից չի, վերջին 3 տարի մենք Նիժնի Նովգորոդում ապրեցինք։ Որտեղ կարծում եմ ավելի հետաքրքիր է։ Հա, նո հանգիստ էր շատ ավելի, գործի առաջարկը այնտեղից եղավ ու այդպես իհարկե մասնագիտական էր աշխատանքը էլի, դիզայներ կահույքի շատ մեծ ֆիրմա կար։ Ու եկա որոշեցինք Հայաստան ու չեմ փոշմանել։ Արամ Դանելյանի սիրած նկարիչներ, որոնք որ ոգեշնչել են, ոգևորել են քեզ։ Մինաս Ավետիսյան, Արշիլ Գորկի, Մարտիրոսարյան, այլ նկարիչներից Հակոբ Հակոբյան, Պիկասո, Մոդիլյանի շատ են նկարիչները ու շատ մանրամասն ուսումնասիրում եմ եւ ուսումնասիրել եմ հա գրականություններ, տեխնիկա, տեխնոլոգիաներ տարբեր տեսակի։
Բայց մեր հայկական գեղանկարչությունը իհարկե աշխարհում ես դրանում բազմիցս համոզվել եմ, աշխարհում շատ մեծ տեղ են գրավում եւ շատ տեղեր եմ հայտնվել նշելով որ Հայաստան հայ նկարիչ եմ, նրանք անմիջապես ես տեսել եմ նրանց ռեակցիան։ Բարձր։ Յուլիան կարելի է չէ հարցնել։ Ինձ հետաքրքիր է, այդ նկարիչները ինձ վրա միշտ այսպեսի մի տեսակ ուրիշ տեսակ մարդկանց տպավորություն են թողել, ովքեր այդքան էլ կազմակերպված չեն, այսպես մտքերը խառը։ Ես տեսնում եմ, որ այո, քո ամուսինը այսպես կազմակերպված, այսպես շատ ավելի շատ քաղաքական գործ չի տպավորություն է թողում, քան նկարիչի։ Շփոթվում եմ, թե նա այդպեսին է կյանքում։ Չէ, ինքը իրոք շատ կազմակերպված է, հենց դրանով տարբերվում բոլորից, բոլոր նկարիչներից։ Դրա համար սիրեցի իրոք։ Դրա համար։ Ինչու՞մ է բանը։ Չէ, բանը։ հավատում որ ես նկարիչ եմ։ Դե Ասում եմ այդպես նկարիչ եմ, ասում եմ, չէ, բայց ես նկարիչներին ուրիշ ձև եմ պատկերացնում, ասում եմ, դե տարբեր են նկարիչները։ Իմ հայրն էլ միշտ սափրված, կոկիկ, բան։ Միշտ իմ դասատներ դպրոցի հարցնում ասում են, բայց քո հայրը մենակ նկարիչ է, թե ուրիշ տեղել է աշխատում, ասում եմ, չէ։ Նկարիչ եմ, միայն նկարչությամբ զբաղվում։ Իսկ թվում է նորմալ է։ Չէ, նորմալ է, այս տարբերակն է կարող է լինել, բայց հա իսկապես կամ մորուքով, կամ երկար մազերով, կամ հագուստ այսպես տարբերվող։ Հա, չէ, ես սանրվում եմ։ Գիտես ինչու են անում շատ հաճախ, որպեսզի առանձնանան եւ նրանց հիշեն։ Դե ես Նիկը Սաֆրոնովին կարծում եմ հիշում ես եւ գիտես։ Մենք հանդիպել ենք։ Եվ նա մեզ մի պատմություն էր պատմում, որ նա ընդամենը ինչ որ մի հագուստի մեջ վառ մի դետալ էր օգտագործում եւ նրան հենց ինստիտուտից արդեն հիշում էին, որովհետեւ նա տարբերվում էր։ Ну ես քիչ ավելի կձգտեի իմ աշխատանքներով տարբերվեի, քանի մի բան ասեմ, ասենք Արամիկ դիմագծերն են ցավ, իրեն չես կարա չհիշես։ Մարդիկ կան, որ ինձ տեսնում են, հիշում են 15 տարի առաջ որ տեսել էին կամ 13 տարի, ես չեմ հիշում, իրանք ասում, բայց մենք տեսել ենք ձեզ։ Գնանք առաջ։ Այդ դռները դեպի ուր են տանում։ Սա սանհանգույցն է, սա պահեստային ինչ-որ բանա, բացեմ, հա։ Եթե մոլբերտ կա այդտեղ, այո, բացեմ։ Չէ, մոլբերտ չկա, ինքը տենց պահեստային ինչ-որ մաս է, հա, տենց խառը վիճակ։ Ոչ պետքական իրերի վայր։ Հա։ Ու սանհանգույցն է։ Ահա։ Չէ։ Հա։ Նկարելու կարիք չկա։ Գնանք խոհանոց, լավ։ Շարունակենք։ Եվ քանի որ մենք խոհանոցում ենք գտնվում, ինձ հետաքրքիր է թե ինչ սնունդ պետք է ընդունել, որպեսզի լավ նկարել։ Թե կապ չունի, ոչ մի կապ չունի։ Առողջ սնունդ միանշանակ։ Մրգեր, բան։ Ինչ ասել է առողջ սնունդ։ Չի ստացվում առողջ սնունդ։ Յուլիան լավ է պատրաստում։ Հա, շատ համեղ է։ Ինչ է կարողանում նա պատրաստել։ Ամեն ինչ։ Օրինակ, հայկական խոհանոցից ի դեպ։ Ռուսական հասկանալի է, երևի շատ ավելի քեզ համար մաչելի է եւ հեշտ։ Ճիշտն ասած ստեղ եմ սովորել, ասենք հայկական բլիդներ էլ սարքել։ Դե տոլմա։ Առաջի կերակրատեսակը ամուսնությունից հետո որ պատրաստեցիր եւ Արամը հիացավ։ Ես հիշում եմ այդ օրը, որ առաջ անգամ չեմ չէի պատրաստել всякий препарат, да, в общем։ Համով բան է շատ։ Նստեց, sense ես sense լարված նստածում սպասում եմ, դե նա ինչ կասի։ Մեկ էլ sense ուրեմն sense ասեցի, «Բա, что тут не то»։ Հետո ասեցի, ինչով մի բան է, ինչի՞ ասում, ինչի՞ շատ համով է։ Ես զարմացա, որ ինքը համով պատրաստեց, որտեղ այս ասի ինքը տենց փորձ չունի, չի պատրաստել, բայց շատ չճանաչում գիտի, բաներ ինչու не умею делать, բան։ Նկարչին այս տեսանը ոգեշնչում է, այդ դիմաց է այսպիսի տգեղ շենքեր եւ ոչ կանալ։ Մենք կարող ենք դրա մեջ տեսնել նաեւ գեղեցիկ բաներ։ Օրինակ, ինչ կարելի է տեսնել այստեղ գեղեցիկ։ Ասեմ, ուրեմն Իստում էր նկարչին հարկավոր է անվերջություն, որովհետեւ նա դիմացը ոչ մի արգելք եւ պատնիշ չունենա, պատնեշ։ Դե ինքը գլխավոր ճանապարհն է երևում ստեից, բայց ինքը պատնեշ չի, սա շենք է, բնակիչներ են, տարբեր բնավորության տեր մարդիկ են, տարբեր մասնագիտության տեր մարդիկ են, ականատես ես լինում ծանոթությունների, վեճերի, չգիտեմ, հարսանիքների, ծնունդների, դա էլ է ոգեշնչում։ Դա էլ է ոգեշ, դա էլ է հաճելի։ Նամանավանդ շենքերը շատ մոտիկ են, ոնց որ մոտիկ են, ասես սիրուն։ Հա, ես տեսնում եմ, որ այստեղից հայ հարևանների պատուհանները երևում են եւ կարելի է ուսումնասիրել, թե նրանք ինչով են զբաղվում։ Իրանց հետ տենց
ծանոթ չեմ, բայց չէ, երևում դե վարակուրները ստեղել են արհեստագետները։ Հա, իմ կողքի շենքում էլ կա նկարիչ։ Հա, կողքի շենքում էլ ձեր հենց կողքի շենքում դերասան վաստակավոր արտիստ Սամվել Փելոյանն է։ Շփվում եք։ Շփվում ենք մեքենան կայանելու շրջանակներում, որովհետեւ միշտ ու նույն Խնդիր ունեք։ ու միշտ համարները, չէ, խնդիր չունենք, ուղղակի նենց ալնում որ տեղ չլինեմ, ես իրա տեղն եմ կանգնում եւ հակառակը ու նույն հեռը։ Միշալոս գիտես ձեր վերելակում ինչ որ մի հատ բան գտա Կրիստին Խաչատրյան, շատ ինչ որ հետարքիր մի բան, ինչու էր վերելակում չհասկացա։ Белый лист другого дня։ Եվ ասացի երևի ինչ որ մեկը ձեր շենքում կորցրել է, թող գտնի։ Կամ ես կուսումնասիրեմ, կթողեմ դու էլ ուսումնասիրի։ Լավ։ Գնանք առաջ։ Գնանք։ Այս կողմում ինչ կա։ Միասին եք նստում ճաշելու, թե երկով հասցնի։ Չէ, ինձ եւ նախաճաշում ենք միասին, երեխաների հետ միասին, Յուլիայի հետ, եւ սպասում են, եթե ես ուշանում եմ երեխաները քնում են, բայց Յուլիան անպայման սպասում է մինչև։ Յուլիա Արամն է ծաղկե փենջով տուն վերադարձել։ Ինչ առիթ էր։ Անցած Կիրակի գնացել ենք երեխաներին խոստացել էի տանեմ արվեստանոց նկարելու, հետո հետ գալու ճանապարհին աղջիկներս առաջարկեցին ճիշտ ասած։ Աղջիկները շատ ռոմանտիկ են։ Հա, առաջարկեցին, ասեցին եկեք մի հատ լավ բուկետ վերցնենք կամ ինչ-որ բան գնանք մաման կուրախանա, մեզ սպասում է ինքը։ Ու եկանք նստեցինք, իրար հետ ճաշեցինք, երաշտուն միացրեցինք, ապարեցինք։ Ինչ է փակցված սառնանին քո հետևում։ Սա Էդի մաման է։ դասացուցակ, հա, դասացուցակ, ինչ որ նշումներ։ Սա Վրաստանից ենք բերել, սա էլի Սոչի բաներն են։ Դից ոչ մի արտարոց բան։ Վոկալ, ով է վոկալով զբաղվում այնտեղ։ Երգում է։ Հա, երգում է։ Կանք այս կողմ։ Այո։ Եվ ինչ ունենք այստեղ հետարքիր։ Այստեղ ուրեմն հուշանվերներ են։ Այս հուշանվերն է շատ հետաքրքիր, իմ ընկերն է Էդիկն է նվիրել Նիժնի Նովգորոդում, երբ որ մենք սպասում ենք երկրորդ բալիկին, հղի կնոջ կերպար տղամարդու հետ եւ մեկ երեխան արդեն կա։ Հատուկ ձեզ համար ինքը։ Հա, ինքը այտենց պատվիրել է մեր համար ու մենք միշտ պահում ենք սա։ Այստեղ ինչ է տեղի ունենում այս վայրում։ Հյուրասենյակ։ Հյուրասենյակն է, որը էլի դեռ ավարտում մենք դեռ չունենք ճաշասեղան։ Մենք դեռ չենք կողմնորոշում, թե մեզ ինչ ճաշասեղան է պետք։ Հյուրասենյակն է, բազմոցը։ Այս տանը միայն քո նկարներն են, հա։ Չէ, մեկ էլ հայրիկի նկարն է։ Որը։ Այս աշխատանքը պապայի նկարած նկարն է։ Պարզ է։ Կարող եք նայել։ Իսկ ննջասենյակում կարծեմ Յուլիայի նկարներ, դա դու ես նկարել, թե։ Չէ, հայրիկն է նկարել։ Ես դիմանկարներով չեմ զբաղվում, բայց հայրիկը բավականին պրոֆեսիոնալ դիմանկարիչ է։ Իսկ այս նկարը վարդը իմ ամենասիրած աշխատանքներից է, հայրիկի սարած 96 թվականի աշխատանք, երբ որ տեղափոխվեցի այս բնակարան, նա նվիրեց ինձ ու գիտեր, որ այս նկարը շատ եմ սիրում։ Սա այս նկարի վերնագիրը շատ սերտ կապված է քո մասնագիտության հետ։ Դա դիմականացում է նշանակ կոչվում է նկարը 2010 թվականի։ Այս ու մյուս նկարը նույն տեխնիկայով արված։ Մի փոքր կպատմես այդ տեխնիկայի մասին։ Հա, ինքը ճիշտ ասած գրունտի իր ծածկի հաշվին է ինչ որ էֆեկտներ ստացվում։ Ես դա եմ ուսումնասիրել ու արդեն կիրառում եմ։ Հետո ինքը քերվում է, հետո իր ծորացած ոճի մեջ երևի նկատել ես այդ արկա այդ ծորացած բաները, ինքը որպես պարզվում է։ Հա, ինքը շարժ մեկնաբանությամբ, այսինքն ինքը շարժ է տալիս իմաստով։ Այդպես է գրաֆիկաներ են տարբեր ժամանակներում արած 2005 թվական, 2002 թվական։ Այս վերջերս էլի արտասահման ցուցադրություններ ներկա են այս աշխատանքները։ Եվ ինչ գնահատականի արժանացան։ Կատալոգներում տպվեցին, երկու կատալոգում, ուղղակի ես պայմանագրով այնպես էր, որ նկարները հետ գային եւ չներկայացվեր վաճառքի։ Սա 2010 թվականի կտավ է։ Այդ վաճառքից խոսեցինք, միշտ երբ որ մենք նկարիչներ ենք նկարահանում, բացահայտում,
հետո ինձ հարցնում են, այ օրինակ մոտավոր ինչ արժեր այդ նկարիչի նկարները եւ այլն։ Միանգամից բոլորի հարցին փորձենք պատասխանել։ Դե տարբեր են լինում գները, հիմա չեմ կարող տենց գնահատական տալ, տարբեր պատճառներ կարող են լինել գնի բարձր եւ ցածր լինելու։ Ամենաթանկարժեք նկարը, որը որ մինչև այսօր վաճառել ես կամ որը որ գնահատել ես, որ այ արժի, ասենք թե 1 միլիոն դրամ չէ։ Չէ, դե եվրո։ Չէ, 1 միլիոնանոց նկար չունեմ, ամենաթանկը որ մինչև այսօր վաճառվել է, դա $24,000 է վաճառվել։ Ինչի՞ հետ է կապված գինը, ով է գնահատական տալիս կամ ով։ Ես եմ գնահատական տալիս իմ աշխատանքին եւ քանի որ ես ոչ պատվերով չի արվում, այլ արվում է ստեղծագործություն։ Ինչ եմ ասում, մի անգամ մի հատ նկարիչ ինձ պատասխանեց հետեւյալ կերպ. նկար էր դուր եկել եւ ասաց, որ դու ինչքան շատ տաս, դու այդքան շատ կգնահատես այդ նկարը։ Ասաց, ինչքան շատ տամ, ասաց, որքան որ կարող ես, որ դու իմանաս, որ դու վճարել ես, ասենք թե 1 միլիոն դրամ կամ 15 միլիոն դրամ եւ արժի դա։ Դե Աբսուրդ պատասխան է, չէ՞ տվել։ Աբսուրդ պատասխան է իհարկե, նո լոգիկա կա ասացի մեջ, պատասխանի մեջ, բայց ես Դե այլ ձև եմ մոտենում այդ։ Այդպես կարելի է ուղղակի սպիտակ թուղթը վաճառել եւ ասել այս թուղթը ես ամրացրեցի պատին, որովհետեւ այս թուղթը գնել եմ։ Նո, մենք բոլորս գիտենք, որ տեղի են ունենում այդպիսի բաներ աշխարհում, սպիտակ թուղթ կամ սև թուղթ, որ բավականին մեծ գներով վաճառվում են։ Կամ Մալևիչը իր այդ սև։ Ես անձամբ չեմ սիրում այդ աշխատանքը։ Ինչու՞։ Չես հասկացել։ Ես իրավունք ունեմ ուղղակի չհավանեմ ինչ-որ աշխատանք, ես չեմ հավանում այդ աշխատանքը։ Ինչ ունես այստեղ։ Սա ուրեմն հաղթանակ կամրջի տակ եմ նկարել, այս բնապատկերը 99 թվականին, երբ ես առաջին կուրսում էի սովորում, շատ եմ սիրել այս նկարը, կորել է մի անգամ տեղափոխության պատճառով, բնակարան ուսանող ժամանակ, բայց գտա շրջանակի մեջ դրեցի եւ Արա ինչը կամ ով է քեզ ոգեշնչում ստեղծագործելու։ Ոգեշնչում է իմ հայրենիքը, իմ ընտանիքը, իմ կինը, իմ ծնողները։ Դե շատ կանանց եմ տեսնում նկարների մեջ, բնորդուհիներ կան թե։ Չէ, բնորդներ չկան, իմ աշխատանքները եթե նկատել ես հիմնականում հենց կանանց միջոցով եմ ես արտահայտվում։ Կնամեծար ես փաստորեն։ Եթե այտենց է կարծում, չգիտեմ, եթե մեծարում ես նկարներում, այո, երևի կնամեծար ես։ Եթե ընդհանրապես կինը գեղեցիկ է եւ կնոջ մարմնի, կնոջ դեմքի արտահայտության եւ պլաստիկայի միջոցով կարելի է շատ բաներ արտահայտել։ օրինակ Հույզեր, օրինակ երջանկություն, օրինակ նաեւ տխրություն, ընտանիք, տարբեր են թեմաները։ Ինչ ֆիլմեր ես դիտում, ինչ երաժշտություն ես լսում։ Վերջին երաժշտությունը, որ լսել եմ, դա կատուների կատարմամբ։ Մեր հայկական կատուն, հայկական, որ շատ ես Վագն Հայրապետյան։ Այո, ես շատ ոգեշնչում եմ նաև նրա երաժշտությունները։ Այդպես ֆիլմերը։ Ֆիլմեր վերջին շրջանում ժամանակի սղության պատճառով ճիշտ ասած չեմ նայել, որովհետև շատ ուշ եմ վերադառնում տուն արվեստանոցից։ Բայց ընդհանրապես սիրում եմ կոմեդիա նայել։ Նկարիչների մասին համարյա թե այդպես ֆիլմ չկա, որ նայած չլինեմ։ Մոդելյանին նայել ես։ Նայել եմ մի քանի անգամ, հա, Պիկասոյի վերջին ֆիլմը հենց Պիկասոյի, չէ, Պիկասոյի կանայք, կարծում եմ, այդպես։ Հա, հենց այդպիսի ֆիլմ կա։ Եվ հետաքրքիր էր թե։ Ну, հետաքրքիր էր, բայց տահաճ, որովհետև մի քիչ շատ ֆիլմի մեջ դրել էին շատ մի քիչ ոչ ռեալ բաներ։ Իսկ այն ֆիլմը դիտել ես, որ վաճառողը, աուկցիոնի վաճառողը, հա, լավագույն առաջարկ ֆիլմի անունը։ Лучшее предложение, որ նկարներ, կանանց նկարներ հավաքում է, հետաքրքիր է քո մասնակցության հետ կապված է։ Չեմ նայել վերջին ֆիլմը, նաև վերջին ֆիլմերից Большие глаза։ Շատ հետաքրքիր ֆիլմ է, էլի։ Քեզ համար քո տունը հարմարավետ է։ Շատ։ Դու այստեղ հանգստանում ես։ Ես այստեղ հանգստանում եմ։ Ես այստեղ ինձ լավ եմ զգում։ Իսկ եթե երեկոյան միտք է ծագում, որ ես ուզում եմ ինչ-որ երկու գիծ քաշեմ պաստառի վրա, այստեղ կա այդ հարմարանքը։ Միշտ բերում եմ արվեստանոցից գալուց հետո իմ պապկան, իմ գրիչներով, մատիտներով լինում է իմ մոտ, ուղղակի այդ միջոցառումից հետո
մի քիչ խառը վիճակ ստեղծվեց արվեստանոցում ու չբերեցի, բայց իհարկե, եթե ես զգում եմ, որ պետք է մի քիչ ավելի ինչ-որ մեծ մասշտաբի բան անեմ, նստում եմ մեքենա եւ ուղևորվում եմ արվեստանոց։ Այն հայտնի մարդիկ, հանրության հայտնի մարդիկ, ովքեր նկարել են, հիմա այնտեղ է այդ նկարները արվեստանոցում է։ Չէ, Արոն Մադաթյանը տարել եւ փակցրել է իր գրասենյակում, կարող եք այնտեղ տեսնել, պլակատն է։ Կա տանը մի բան, որ մեզ ցույց չտվեցիք, որի մասին կուզեիք խոսել կամ ցույց տալ։ Չէ, այտենց բան չկա սա։ Ընդհանուր առմամբ ամեն ինչ հա ցույց տվեցիք։ Ինչ որ նկարը։ Չէ, Դավիթը նկարել է այդ նկարը կարծում եւ հիմա կարող են գնալ արվեստանոց։ Գնանք, կարող ենք։ Գնանք եւ տեսնենք թե որտեղ ես դու ստեղծագործում եւ ինչ ունես այնտեղ։ Գնանք։ Գնացինք։ Գնացինք։ Եվ այսպես եկանք արվեստանոց, բայց Արամ ինձ մի բան անհասկանալի է։ Այս քանակի մոլբերտները ինչ են անում քո արվեստանոցում։ Հա, սա իմ աշակերտների մոլբերտներն են։ Աշակերտներ ունես։ Այո, իհարկե։ Ունեմ աշակերտներ, գալիս են աշխատում են ու ես դες ասեմ, որ երիտասարդության շրջանում շատ մեծ հետաքրքրություն կա նկարչության հանդեպ։ Հայաստանում այսպիսի տենդենց կա այսօր, հա։ Հա, իմ աշակերտներից մարդիկ կան, ովքեր աշխատում են, ասենք, բանկում կամ դասավանդում ինչ-որ մի տեղ, տարբեր մասնագիտության տեղ, ովքեր ուղղակի տարիքային սահմանափակում չկա։ Չէ, գալիս են, իրար հետ աշխատում ենք։ Ես կարող եմ գալ սովորել ինչ։ Հա, իհարկե։ Շնորհակալություն, դու ինչի վրա ես աշխատում այս պահին։ Ես հիմա սա իմ վերջին աշխատանքն է, որը դեռ չեմ վերջացրել։ Նկարի վերնագիրը հույզեր։ Կանայք են, Կանայք են, հա, կանանց միջոցով, ինչպես նշել էի, ուզում եմ պատկել հույզեր տեսարանը, ու դեռ աշխատում եմ։ Չգիտես ինչու քո նկարներում թատրոն շատ կա։ Ես որովհետև մի քիչ գուցե այդ մտածելակերպը, որի մեջ կա, թատերական բեմականացման, հա, ես ձգտում եմ այդ կազմակերպված այդ ինչ-որ։ Խոսեցինք թատրոնից եւ ես քեզ ապրիլի 21-ին հրավիրում եմ դրամատիկական թատրոն Սև դառը շոկոլադ ներկայացմանը։ Ես հեղինակ Էմմա Պետրոսյանն է, գլխավոր դերերում Արամոն եւ Լոյզա Ղամբարյանը։ Շատ շնորհակալ եմ ես։ Շատ եմ լսել, լավ բաներ եմ լսել, ուզում եմ, հա, շատ լավ բաներ։ Կին եւ տղամարդ բախումն է եւ փորձում ենք հասկանալ ով է իրավացի կինը թե տղամարդը։ Քո նկարներում մի անգամից երևում է։ Ինչի ներկայացում ինձ եւ նոր աշխատանք ծնվի ներկայացումը դիտելուց հետո։ Ես տեսնում եմ, որ քո նկարներում դու կնոջն ես արդարացնում եւ բարձրացնում։ Կասես ամենասիրելի նկարը որն է այստեղ այս արվեստանոցում։ Շատ կան սիրելի նկարներ։ Ամենամեծ գնահատականի արժանացած նկարը կամ ամենաշատ ցուցահանդեսներին մասնակցած նկարը առանձնացրու։ Այս աշխատանքը շատ ցուցահանդեսների արժանացել 2005 թվականի աշխատանքա եւ շատ ցուցահանդեսների մասնակցել եւ 3 պետք է մեկներ Նորվեգիա, բայց տեխնիկական պատճառներով ուրիշ աշխատանք մեկնեց, մնաց ստեղ էս աշխատանքը մասնակցել է 11 ցուցադրությունների, 11 ցուցահանդեսների, այդպես։ Արամ քո նկարները հենց այստեղից գնել հնարավոր է։ Արվեստանոցից, հա, իհարկե։ Ինչ արժե այս նկարը։ Օրինակ, եթե ես ցանկություն հայտնեմ հենց այս նկարը, որի մասին դու նոր խոսեցիր, գնեմ։ Դե չգիտեմ, հիմա գինը այտենց նախապես ես չեմ էլ որ Դավիթ, դու հավանում ես այս նկարը։ Հավանում է։ Կարող եմ ես այս նկարը գնել։ Հա, իհարկե կարող ես։ Կարող եմ։ Հենց այսօր է։ Հենց հիմա, հենց այս պահին հնարավոր է։ Հա, ուղղակի պետք է հետևը գրեմ։ Այո, տվյալները չեմ գրած չի։ Շատ լավ, խոսենք եթերում գնի մասին, թե դրա կարիքը չկա։ Չէ, կպայմանավորվենք։ Կպայմանավորվենք։ Շնորհակալություն, ես հենց այս պահին այս նկարը գնում եմ եւ այս նկարը բարի ինձ մոտ է, մեր տանն է լինել։ Ես շատ ուրախ կլինեմ, որ այս աշխատանքը տեղ գտնի հենց քո տանը։ Շնորհակալություն, խոսենք մյուս նկարների մասին կամ նկարները, ուրեմն այստեղ երաժշտություն աշխատանքն է։ Այս նկարի վերնագիրը երաժշտություն է։ Փորձել եմ էլի կանանց միջոցով, հա, այս կերպարի
կանանց միջոցով արտահայտել երաժշտության, Նաև կանտրաբասը, կանտրաբասը եւ իր լարերը հենց ծորացած իմ տեխնիկային բնորոշ ծորացած էֆեկտներով է, կին, որը հենց դոմինանտ է այս կոմպոզիցիայի մեջ, մնացածը որպես օգնող ուժ եւ ստեղծել եմ հենց այդ երաժշտության այդ թեթև պարային Արամ հին իրերի սիրահար ես, հա, տեսնում եմ, այնտեղ սովետական ժամանակաշրջանից ինչ որ մի ժամացույց տեսա։ Հա, այս ժամացույցը ուրեմն իմ համար շատ թանկ հուշ է եւ շատ թանկ իր է։ Ինքն իմ տատիկի ժամացույցն է, 2002 թվականն եմ արել իմ տատիկը, միշտ իր հետ ա եղել, 50 թվականի ժամացույց է, ուր գնում էր հետը տանում էր։ Վերջերս տեղափոխվելով ես արվեստանոց նկարում էի եւ 2002 թվականից չի լարվել։ Այս ժամացույցի ձայնը սկսեցի լսել, սկսեց աշխատել ժամացույցը, ու որտեղ ուր գնում եմ, հետը ստանում եմ։ Միստիկ բաներ են տեղի ունենում քո արվեստանոցում։ Տեղի ունեցել է, հա։ Իսկ ո՞րն է այն նկարը, որը որ ավարտել ես եւ վերջին նկարն է։ Այստեղ է։ Հա, այդ կապույտ տոներով աշխատանքն է։ Գլխապտույտ է կոչվում։ Այս նկարի վերնագիրը ես չեմ ընտրել եմ ես, բայց ես չեմ առաջարկել, այլ իմ Facebook-յան օգտատերերը, ովքեր հետևում են քեզ, հա։ Ովքեր հետևում են ինձ, ես պարբերաբար նկարի վերնագիրը երբ որ դժվարանում եմ ընտրել, ես դիմում եմ հենց իրենց եւ շատ հաճախակի նաեւ կիսատ ժամանակ նկարի process-ի ֆոտոներն եմ տեղադրում եւ Facebook-յան իմ օգտատերից մեկը առաջարկեց հենց գլխապտույտը։ 200 առաջարկ կար, բայց գլխապտույտը ընտրեցի։ Քանի որ մեր եթերային ժամանակը սահմանափակ է, մի նկար, որի մասին իսկապես կուզեիր խոսել եւ ցուցադրել մեզ։ Առանձնացում եք։ Առանձնացնել, տենց այս աշխատանքը կոչվում է, ուրեմն նույնպես 2000 թվականի աշխատանք է եւ մասնակցել է 14 ցուցադրությունների, ուրեմն անարդարություն է իր վերնագիրը։ Եվ մեզ բոլորիս պարզ է, որ այդ թեմայի շուրջ շատ երկար կարելի է խոսալ։ Չէ, մեր պետության մեջ ոչ։ Մենք նորմալ, արդար օրենքներով ապրող պետություն ենք։ Խոսքը պետության մասին չի, արդարություն, անարդարություն կարող է լինել ընտանիքից սկսած, վերջացրած ընկերության մեջ, այո։ Եվ երկու ֆիգուրաների միջոցով արտահայտել եմ այդ էմոցիան։ Այս աշխատանքի մասին շատ է գրվել, շատ է տպագրվել, խոսացվել։ Միչայլոց, ես հիմա քո արվեստանոցում հասկանում եմ, որ դու բավականին շատ քանակի նկարների հեղինակ ես։ Հա, հիմնականում այս պայդրությամբ մոտ 35 աշխատանքը տարբեր երկրներում ցուցադրությունների են արտերկրում, որոնք պետք է հետ գան մոտ 2 ամսից հետո, ու պատրաստվում եմ այս տարվա երևի սեպտեմբերին անհատական ցուցահանդես ունենալ Երևանում, հա, ուղղակի դեռ չեմ կողմնորոշվել, թե որ սրահում, դեռ դա եմ մտածում։ Մեծ սրահ ընտրի։ Մեծ սրահում պետք է լինի, ուղղակի ես ուզում եմ մի քիչ ավելի ջերմ մթնոլորտ լինի, նաև Ռուսաստանում կլինի ցուցադրություն իմ աշխատանքներով, իդեպ հենց Ռուսաստանի պրոֆեսիոնալ նկարիչների անդամ եմ, միության անդամ եմ եւ միջազգային նկարիչների միության անդամ եմ։ Այս տարվա մեջ նաեւ կընդգրկվեն։ Դա ինչ որ բան քեզ տալիս է։ Հա, արտոնություն է տալիս իրենց կողմից կազմակերպված միջազգային ցուցահանդեսներին մասնակցելու համար եւ այս տարի Կանադայի նկարիչների ասոցիացիայից ստացել եմ առաջարկ մասնակցել հենց ցուցադրությունների երկու ցուցադրության, որովհետեւ ընդգրկվեմ հենց Կանադայի նկարիչների միության շարքում։ Շնորհակալություն, որ բացահայտեցիր քեզ եւ մեր հաղորդման շրջանակներում ուրախ կլինեմ ձեզ ընդունել իմ արվեստանոցում։ Մենք ցանկանում ենք քեզ օրվա լավ շարունակություն եւ մյուս ցանկությունս հետեւյալն է։ Մոտ ապագայում, շատ ավելի մոտ ապագայում, քան դու նախատեսել ես, այն նկարը, որը արժե $1 միլիոն վաճառես։ Թե դա երբ կլինի, հա։ Մոտ ապագայում ցանկությունը դա է։ Այս տարվա մեջ։ Շատ շնորհակալ եմ։ Այս տարվա մեջ եկող տարվա սկիզբ երևի։ Այո, այդ գումարի կարծում եմ մեծ մասը կօգտագործես բարեգործության մեջ։ Եթե ոչ ամբողջը։ Ցտեսություն։ Շնորհակալություն, ցտեսություն։
Կարծում եմ կհամաձայնեք մեզ հետ, որ հետաքրքիր է ինքնարտահայտվում Արամ Դանելյանը իր նկարներում։ Ձեզ հետ ինչպես միշտ Դավիթ եւ Սուրենն էին առայժմ։